Թոշակի չափից գոհ եք։ Չէ, 28,000 դրամ է։ Ոչինչի չի բավարարում։ Մենք շատ դժգոհ ենք Ազիզ ջան, բան չենք կարող առնենք, համայնա կոմունալներն են չենք կարող տան վճարենք ժամանակի ընթացքում։ Տան մենք կեսը տալիս ենք, կեսը չենք տալի։ Չէ, շատ դժգոհ ենք։ Ումը բողոքենք չենք էլ իմանում։ Իհարկե ոչ։ Շատ քիչ է։ Ընդամենը այդ թոշակը 10 օր։ Կոմունալները վճարում են 10 օր։ Եվ վերջ։ Եթե երեխաները շոքնեն, չեն կարող։ 10 անգամ բազմապատկել է հարկավոր։ Թե չէ ապրել չի լինում։ Սոցիալնախարարն ասում է 50,000-ից հետո իբր 20%-ով եսի ինչ օնլայնը բան, այդ օնլայն բան սա սուտ բաներ են, դա անիմաստ բաներ է, թող մի անգամից մարդավայր բարձրացնեն վերջանա գնա ինչ օնլայն, ինչ, իբր ինչ, են էլ օրինակ անձամբ ես թոշակառու եմ ու կանխիկ ահագին գումար կանխիկ ասում եմ, ընդ օնլայնին բան չի մնում, հազարում են ընդեղ բաներ են ծախում, ուզում ես առնես, պետքա կանխիկ ասնես չէ, Վարսավ իրանոց ես մտնում, տո ես չգիտեմ, գնում ես ինչ-որ յարմրկից բան առնելու բան, այդ օնլայնի բաները հասկացողությունը ստից բանա, թող մարդավայր բարձրացնի վերջանա, թե չէ սոցիալնախարարը հաշվարկում է 50,000, օրինակ իմ թոշակը 50,000 չի, 42,000 է, ես ոնց եմ 10,000 դրամի եկամուտ ունենում օնլայնով, օրինակ, չէ, այդ 3,000-ի ես իմ ունենում եմ, թե չեմ ունենում կամ 2,000-ի, էտա, կանխիկ ասում ես, այդ օնլայն բանման վերանում է։ Գոհ չեմ, 50 քանի, в общем, 50 քանի տարվա ստաժ ունեմ, չնչին գումար է։ Եթե ես մենակ ապրեի, ես երևի ահավոր վիճակում կլնեի։ Շատ տրամադրություն չունեմ, բայց գոհ չեմ, 36,000 եմ առնում։ Չէ, բոլորով, ինչ խոսենք, ամոթ հա թոշակները։ Հիմա մեր պետության չափով, հարուստ լինեին ավելի շատ կվճարեին երևի, ինչքան ունեն, ոչինչ աղջիկ ջան, ես 37 տարվա ստաժ ունեի, հիմա 72,000 ստանում եմ, քիչ է մեր օրերի համար, բայց դե համատաբար որ երստումից ոչինչ։ Հնարավոր է գորուխ լինել, այնքան որ 15 օր էլ չի քաշում, 10 օրից հետո վերջանում է, դեղեր, սնունդ, ամեն ինչին պետք է, բոլոր դեպքերում ապրում ենք, ուզում ենք մի քիչ էլ ինչ-որ հետաքրքիր հագնվենք, ինչու ծերությունը ինչ է նշանակում, այսպես կպցնել ձորով ապրել, շատ վատ, շատ ահավոր, որտև երբ լսում ես վերևներում միլիոնների գոմաններ են խաղում, արդեն ասում ես, բայց ոնց, և արհամարանք, ես դասախոս եմ եղել 40 տարի, ես գրող եմ, գրքեր ունեմ, միության անդամ եմ, դաշնակահար եմ, բայց ապրուստը, եթե ինչ օգնեն, ես այսօր չասեմ, ընդհանրապես թաղման փողել չի լինի, շատ վատ, ահավոր, և զզվելի է դա ուղղակի, որ գալիս է իբրթե գումարը, քարտով արեք, որ մի 5,000 էլ ավելանա 6,000, իրանք դա ինչ, իրանց համար դա փող կլներ, եթե հաշվում են իրանց կլներ, այդ օրը ընգնեն, ինչ-որ ժողովուրդն է այսօրվա օրով, ինտելիգենցիան, որը իր ասելով կրթություն չունեն, դրա համար էլ չեն կարողանում ապրել, մենք բոլորս էլ ոչ միայն կրթություն, այլև մեր նախնիներով շուշեցի հայր ունեցել, այնպիսի ազնվական մարդիկ են եղել, տատիկը գիմնազիա է ավարտել օրիորդաց, և մենք հիմա այս ձևի ենք ապրում, որովհետև մենք քպը չենք իրանց ասած, և երբեք չենք լինի, սովից է կմեռնենք, բայց երբեք, որտեղ սա մեր հայ ժողովուրդն է, մեր հողն է վաճառվում, և գրկախառնվել են արդեն Ալիևն ու Փաշինյանը, թող գրկախառնվեն, բայց ոչ հայտարարվի, ոչ էլ ուրիշ տեղ, գետնի տակ։ Չափից դուրս գոհ եմ ու կուտակում ենք
շուտով տներ կառնենք, շատ ուժեղ շատիները, հետի մանր փողալի ձեռի հետ։ Քան շատ լինի, այնքան լավ կլինի, գոհ ու դժգոհ չկա, Աստծուն փառք, գոնե կարողանում ենք յոլա գնալ։ Դժգոհ ենք, ոնց կարող է պատահի գոհ լինենք, աղջիկս շատ դժգոհ ենք։ Ինչա 36,000-ով դա հնարավոր է ապրել, շատ դժգոհ ենք։ Իհարկե ոչ, ինչի մասին է խոսքը։ Ոնց կարող է, ես կարծում եմ, որ ոչ մեկն է գոհ չեն իրենց թոշակներից։ Ուղղակի գոհ են նրանք, ովքեր որ ասենք աշխատել են, դատավոր են եղել ոստիկանությունում եւ այլն, նրանցը բարձր է։ Բայց թոշակառուինը նույնիսկ ծիծաղելի գումար է, գիտեք։ Ոնց կարող է 46 տարի եմ աշխատել եւ ստանում եմ 58,000։ Ամոթ է դա նույնիսկ։ Մարտամաչում է, որ ասի, ինչքան է ստանում աշխատավարձ։ Եվ նայում ես, որ կողքինները, որոնք սկի համոզված եմ նույնիսկ գիրք չեն կարդացել, մի հատ գիրք սենց չեն թերթել, նրանց աշխատավարձները ծիծաղելի է, որ նայում ես այդ ազգային ժողովին։ Մկների ժողով, ես կասեի։ Շատ դժգոհ եմ։ Չեմ ապրում Փլվաստան մեջ միայնակ, անժառանգ, վատառող, ջերորդ կարգի հաշմանդամ։ Ու 7 տարի է իրեն կառավարի Փաշինյանը եկել տունս տեսել են, նրանց ժամանակ սենց փլված իմ տունը չի եղել։ Եղբայրս էլ մահացավ, հայրս, մայրս այդ Փլվաստան մեջ հիմա էլ ինձ են մերցնում։ Ու 5 հարևան էլ տունս էժան ուզում են, այս կառավարության այս իշխանությունը չգիտեմ։ Ինչ են ուզում իզնից, բողոքել եմ քաղաքապետարան բան, ասում են լավ են անում, իրանցն է, ինչ կուզեն կանեն։